Իրական երկրային դրախտ։ Գիտեիք, որ 18-րդ դարի Եվրոպայի համար Հայաստանը պարզապես երկիր չէր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանի ազգային հավաքածուն համալրվել է 1729 թվականի եզակի մի քարտեզով, որը կրում է Tabula Paradisi Terrestris, երկրային դրախտ անվանումը։ Ուշադրություն դարձրեք կենտրոնին։ Այստեղ հպարտորեն պատկերված է Հայաստանը, որպես Էդեմի պարտեզ։ Հենց մեր լեռնաշխարհից են սկիզբ առնում դրախտային 4 գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Փիսոնն ու Գիոնը, այստեղից տարածվելով դեպի ողջ աշխարհ։ Ֆրանսիացի աբայի եւ բրիտանացի քորագրիչի այս համատեղ գլուխգործոցը Մադրիդի աճուրդից ձեռք է բերել եւ թանգարանին նվիրաբերել բարերար Ռոզա Հովանիսյանը, ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Սա սոսկ թանգարանային նմուշ չէ։ Սա մեր սուրբ ծագման, տապանի հանգրվանի եւ մարդկության օրրանը լինելու անհերքելի վկայագիրն է, որը հաստատում է եվրոպական բիբլիական ավանդույթը։ Տարածեք այս բարի լուրը եւ հպարտությամբ կրեք դրախտային ժառանգության տեր լինելու պատիվը։ Հավանեք, տարածեք եւ անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։